Համացանեն գշարունակենք մեր հաղորդումը հարկելի ունգընցիրներ եւ ագընցիրներ։ Լավ օր ու բարի շաբաթավերջ ձեր բոլորին։ Ցանի հաղորդավարանտնին Վարդանը եւ Հուրին անգամիվս բարի օր կմաղթենք եւ Վանացյանի ստուդիոները ներս այս պահուս կհյուրընկալենք նոր Սիսի Սուրբ Սարգիս եկեղեցու հոգեվոր հովիվ Դերներսես Քահանա Բասիլյան։ Օրտնեցեք Տերայր։ Աստված օրհնե եւ բարի օր ցույց։ Բարի լույս, ինչպես եք։ Շնորհակալ դուք լավլակ։ Շնորհակալ ենք Պարկաստծո եւ ասենք որ այս շաբաթավերջը բոլորիս համար սիրված դոն է։ Սուրբ Սարգիսը այն դոներեն կհամարվի մեր եկեղեցու ասենք տոնացույցի մեջ որ ընդհանրապես մարդիկ կսպասեն անվանագոչությունները ընդհանրապես հաճելի են եւ սուրբերու դոնը նշելը եւ յուրաքանչյուր սուրբի բարակային եկեղեցին դոնախմբություն կգադարի եկեղեցու անվանագոչությունը կնշվի ծեվում կարծեք սուրբերը կհամախմբեն մեզ եկեղեցու շուրջ քրիստոնյա ընդհանրապես մեր հավատքին շուրջ կհամախմբեն մեզ եւ գարժի ամեն բանի առաջ նախ խոսիր սուրբի մասին ներկայացնել սուրբը ապոպ կերպով թե ով է Սուրբ Սարգիսը եւ ինչ կներկայացնե մեր կյանքի մեջ Ձեր խոսքին սկիզբ արդեն ասիկ սիրո սուրբ այո ինք արդեն Սուրբ Սարգիս Աստծո գոմեն ստեղծված էր ճիշտ սիրո անունը գրելու համար Եվ այդ առումով Սուրբ Սարգիս ինք արդեն բոլոր շատ լավ գիտենք, որ ցակումով հույն եղած է։ Հռոմեական քաղաքացի Սուրբ Սարգիս զորավար որպես շարունակ իբրև Սուրբ հիշատակվել է եւ դոնվել է 13-րդ դարուն Սուրբ Նեսես շնորհալին ընդարձակ կերպով գուսումնասիրե իր կյանքն ու գործունեությունը այդ արտիվ գկրե վկայապանությունը որպես իր մասին։ Սարգիս զորավար ինքը ապրած է արդեն 4-րդ դարուն Հռոմի Կոստանդիանոս կայսրի գոմեն նշանակված գլա զորաբետ Կապատոգիո մեջ գմեկնի շրջանը Հայաստան որմե ետ հատկեդո գդեապոխվի Բարսկաստան եւ այդտեղ Շաբուհ երկրորդ արքան զինք սիրով գտնունի եւ այդ ընդունելության ընդմեջեն իր մեջ նպատակ ուներ ասելու համար թե Սուրբ Սարգիսին գանչե եւ իրեն համոզեց ևոմը քրիստոնյանեն հերացնե եւ սկսի գուրքերը ճաշտե գրագին երկրբակություն գդարե ինք ոչ թե միայն մերժեց այլ ամբողջ գուրքերը ծիրուցանը ռավ փշրեց ոտքի դա գրավ այդ իմաստով Շաբու երկրորդ արքան զինք ըստիված եղավ փանդարգելու եւ միևնույն ադեն իր որդի Մարտիրոսը դեղն ու դեղուն արդեն նահատակվեցավ Փանդարգել են հաջորդ օրը արավոտ տակավորը գարամային որբեսի անգամ եւս դուրս բերեն Սարգիս զորավարը եւ իրեն անգամ եւս արիթմը դրվի արիթմը դրվի ասելու համար թե արդյոք բիդե գրնա զինք համոզել որբեսի քրիստոնեության յետարնա այդեր չգծավ անգամ եւս եւ Սուրբ Սարգիս իր խոսքը եղավ ասելու համար թե ինչպես ճաշտեմ այս ասվածները, որոնք իմ փազուկի զորությամբ փոշիի վերածվեցան, բայց այն աստվածը, որ ես գհավադամ գենտանի եւ դերը ամենուն, անմարտուց գույր աչքերն ու հոգիները պանալու համար մերգացավ աստվածային պարքեն, մարտացավ, չարչարանք ու խաչ նախնդրեց պրգելու համար մարտը աբագանոտենեն եւ բարձրացնելու զայն Աստծո իր արարիչին, բայց տուն ով արկա ասավ չես ուզեր ցանկի այդ լույսը տեսնել որովհետև դկեդությունը խավարեցուցած է միտքդ ու հոգիդ եւ դու քերին դարձած ես այդ բիղձ մարտագետ անշունչ իրերուն Տակավորը այստեղ արդեն զայրացավ ինչու որովհետև չգրծավ զինք համոզել ցախողեցավ իր ամբողջ ծրագիրներեն եւ այդպեսով Տահջաբեդին գհարամայե մերգացնել Սարգիսի զինվորական իր բատմուջանեն եւ քաղաքեն դուրս հանե Ամայը վայրիմը մեջ վերջին անգամ հանկրվամը Մահաբարդ Սարգիսին իրեն դևող հետանոց թե քրիստոնյա ամփոխը գանք կառնե իր հետ Սարգիս վերջին անգամ գուզե աղոթել եւ ցերկերը խաչացավ վեր պարսացնելով գսե ով դեր Աստված հավիտենական Որզիս արժանի ըրի նահատակվիլ քո անունիդ համար լսե ծարայդ ցայնը որքու կալուստիդ հավատացող է եւ դարաբանկի ջամպետ տեբի հավիտյան գյանք անշեղ կալող մնե զիս արժանի տասե սուրբերոտ կարգին
լվա եւ մակրեզիս գամավ թե ագամա գիտությամբ թե անկիտությամբ կործած իմ բոլոր մեղքերես շնորհե քո հավատացյալներդ ամեն անգամ որ անոնք իմ բարեխոսությամբ իրենց մեղքերուն տողություն եւ ամեն տեսակ վտանգներու դեմ բայկարելու արիությունը գահայցեմ քեզմե թե վերա հալածողներ հիվանդությունները դարաբողներ բանդարգյալներ եւ ջամպորտներ իմ բարեխոսությամբս բժշկություն ապահովություն եւ ազատություն գտնեն բادرազմերը խավարին խռովություններն ու նեղությունները խաղաղությամբ պսակվին իմ անունս եգրի վրա բարեպեր ըլլա եւ երջանկության խորհրդանիշ հազիվ այս աղոթքը ավարտած լալով Աստծո հրեշտակը գերեվի Սուրբ Սարգիսի ցերքին նահատակության լուսաբսակը բռնած եւ գսե Զորացիր Քրիստոսի կաչ նահատակ եւ մի վախնար քո մարմինիդ սպանողներեն հոգիդ անմահ արտարներու գարքին տասվեցավ եւ արկայության տուրը բացվեցավ քեզի ներգա բազմությունը այս լույսը տեսնելով իրենք անգամը եւս գվգայեն եւ գաղաղեն ասելու համար թե մեծ է քրիստոնյաներուն Աստվածը անգեզատ ուրիշ Աստված չկա Սուրբ Սարգիս կտառնա ժողովրդին եւ գսե անգամը եւս ով հավատացյալ ժողովուրդ Քրիստոսի դուք մի նայեք մահկանացու մարմնիս մահը անխուսափելի այսօր կամ վաղը այնքան հարուստ են Քրիստոսի համար ապրած յուրաքանչյուր վարքյանովս որ նույնիսկ մահը զիշ չգրծավ բաժնել Քրիստոսի սերեն Տայջներ պիտի հոշոտեմ մարմինս, սակայն հոգիս, որ ամմահ է պիտի խառնվի սուրպերու և մարգարեներու երամին, ահոն այնքան մոտ կտեսնեմ Հիսուսը, որ թևերը բարձած զիս կկանչե։ Այս ասել է ետ սուրպը ձունգի կա իր ցերկերը խաչացև դարածելով գսե դեր Հիսուս, ընդունե իմ հոգիս։ Տահիջը արդեն այդտեղ ինք իր հրամանը կգադարե և սուրպին կլուխը Մարմինեն գանչադե արույնը տակ կհոսի նույն բահուն զորավոր լույսը զայն գողողե լույսի ցոլացող ջարակայտներ գայրեն հետանոսներեն ոմանք իսկ մնացյալները սարսափահար փախուս կուտան երկնային այդ լույսին ընդմենչեն ցայն մգլսվի որ գսե ով Սուրբ Սարգիս արժանի եղար երկնային parած պսակին եգուր եւ ժառանկե հավդենական հանգիստը բոլոր Սուրպերուն հետ միասին Շատ լավ, այսքան այո Սարգիսի նահատակության մասին եւ իր կյանքի մասին այսօր եթե այս բոլորեն դուրս դերար եթե պիտի խոսենք Սուրբ Սարգիսի ընդհանրապես մեր սուրբերուն ներկայությունը մեր կյանքեններս մանավանդ այսօր մենք առօրյա դժվարություններ ունենք նեղություններ ունենք ամեն մարդ հոգեբես ասես դժվար վարքյաններ գաբրի ունի իր կյանքի մեջ անցուցած է բահեր երբ Աստված փնտրած է եւ նաեւ մեր բարեխոսներուն այսպես սուրբերուն թիմած է ինչն է գաբը սուրբերուն եւ հավատացյալներու միջև արդեն սուրբերը Աստծո գոմեն այդ նպատակով եկած են աշխարհ որովհետեւ ներկա ժողովուրդը որպես մարդ արարած մեղավորներ ենք բոլորս կային որ մարդ ենք մեղավորներ ենք այդ մեղավորության ընդմեջեն ամեն բանաշ մեկը կփնտրենք վստահելի անձը իրեն Աստված իրա դերին բայց որպես անձ մեզի ջամպամը ցույց տա որպեսզի հասնենք Աստծո ադոնք ովքեր են եթե ոչ մեր սուրբերը սուրբը այս կետին հիման վրա է որ ներկա է այս աշխարհի մեջ ոչ թե մարմնապես այլ հոգեպես մենք իրեն գտիմենք ինքը միջնորդ է բարձապես որ մեզի գուղե դեպի Աստված եւ այդտեղին է որ Աստված յուրաքանչյուր մարդ արարածին ամեն բան արժ նախքան պատասխանելը գկնե իր մարմինը իր հոգին իր սիրտը միտքը ամբողջ ըսկայարակները ադոր հիման վրա կպատասխանե որոշ մարդիկներ գսեն դերեր լավ ես Աստծո աղոթեցի ինչու չի պատասխանեց իրեն շատ բարձ աղոթքը այդպես չի գործեր աղոթքը ստաց վարգանի դելիվերի չէ որ ուղղված վարգանի ես ուրիշ ծևով իրեն կբացատրեմ ասելով համար դու որպես ծնող զավակը փոքր եղած ժամանակ ինչ որ բան չէ ամենջապես կուտած ոչ նույն համապատասխանն է Աստված վերիդեսնե քո անգեղծությունը քո հեզությունը քո համեստությունը խոնարհությունը ներողամտությունը սերը նվիրումդ
Ադոր հիման վրա նվիրումն ալ գանտ մեջ են, այո, ադոր հիման վրա է որ ասված քեզի կպատասխանե։ Մեկ չի պատասխաներ, երկու չի, բայց դու հույսդ պիտի չի գդրես, հավատքդ պիտի չի դգարացնես քո մեջ այդ։ Այլ ընդհանրակը չի պատասխանելը քեզի ավելի բաժար պետք է տանող բայկարիս ամեն տեսակ դժվարությունն դիմացը հավատքը ծորացնես եւ ավելիո մոդենաս առաստված, ավելիո ճանչնաս առաստված եւ այդպիսով ասված քեզի մեկի փոխարեն 10 ուտա։ Արադացերն են ասված, ողորմած կտարած աստված է։ Իսկ մենք Սուրբերու հետ կապված նաև աղոտներուն հետ ուխտալ կկատարենք։ Այսինքն սովորաբար հիմա լիբանանցիներն ալ ունին այդ սովորությունը, մենք ալ ունենք այդ սովորությունը։ Քիչ առաջ կպատմենք ինչպես մեր ծնողները օրին երբ որ Սուրբ Գևորգը, Սուրբ Սարգիսը, Սուրբ Ակոպը իրենց երազին գուքային եւ կհասկանային, որ իրենք պետք է իրենց ծավալը այդ Սուրբին անունով գոչեն։ Հիմա Վարդանը խնդալով այսպես գադագրաս ինչպես կգիտնային որ Սուրբն է։ Այսինքն երևի լույսերու մեջ մեկը կդեսնեն եւ եթե այդ շաբաթն է գենթադրեմ որ Սուրբը եկած։ Մենք ընդհանրապես որովհետեւ ինչ կսենք լույս երևցավ դու գալիս ես քիչ առաջ։ Սուրբերը ընդհանրապես լույսերու մեջ կլան, չէ՞։ Լույսերու մեջ կդեսնենք դրանք։ Այսինքն այսօր այդ ուխտի բացմությունը կամ ընդհանրապես ուխտ ընելը մեր ցանկի մեջ որքանով կշարունակվի, որքան թեթևցավ։ Հիմա ժամանակին ուղագի ձոմը, մանավանդ Սուրբ Սարգիսի ձոմը լուրջ էր։ Եվ դժվար ձոմ է, 3 օրվա մասին կխոսենք, 3 օր ձոմ այո, ոչ ուտել, ոչ խմել։ Ոչ խմել, ահավոր բաներ այսինքն, բայց աղոթքով, այո, աղոթքով մարդիկ ձոմ կբահեն եւ իրենց միտքը գլար նպատակը աստուծո մեկ ամ Սուրբ Սարգիսեն խնդրակ մգունենային այսօր ուր հասավ այդ ավանդությունը որքանով այսպես տետևծած է բարեպաղտաբար դակավին կա այ Գան երիտասարդներ, որոնք Սուրբ Սարգիսի ձոմ կբահեն։ Այո, ես ամեն բան առաջ գուզեմ որպես Սուրբ Սարգիս այդ օծխադեր կանա իմ վկայությունը ստալ Չորեքշաբթի մենք առավոտյան արդեն 5:30 կսկսենք։ Այդքան։ Այո։ 5:30 կսկսենք մինչև ճաշվա ժամը 11:11:30 գտնամ ես վկայել այս տարի մենք 500 հավատացյալներ եկան հաղորդություն ստացան եւ օրտնված ջուր առնելով դարին իրենց տուները որովհետեւ իրենք անգամ եւս օրտնվին Սուրբ Սարգիսի շնորհով։ Այդ հավատքը շարունակվի, չէ՞։ Այո։ Նաեւ ավանդություն։ Եվ ոչ թե միայն դարեցներ էին, բադայիններ կային, երիտասարդներ կային, գային, այո։ Սատրիչ է։ Այդ երևույթ, ադե կարևորը։ Ճիշտ այս կետին հիմա վրա ասի որ դակավին կան։ Եվ գենտատրեմ որ կմնան հավատքը որովհետեւ մարդու մեջ պետք է մտնա, մարդ պետք է ապրի այդ հավատքով։ Հիմա ուխտի ավանդությունը 5 դագարանեն գուկա, չէ՞, հինեն գուկա, այսինքն 5 դագարանի մեջ մենք ուխտի մասին։ Աբրահամի ուխտը գա, չէ՞, հոնգե գսկսի, ասել մի կադի գուկա։ Միջև այսօր մենք դեռ ուխտ կնենք։ Եվ հատիկա հավատք կուս է։ Մարդիկ երբեմն գխնդան, այսպես գադագի գարնեն, գսեմ որ ինչ ուխտ։ Այսօր եթե լիբանանցիները կոնե մենք իբրև քրիստոնյա ժողովուրդ, լիբանանցի քրիստոնյա ժողովրդի մասին որ խոսենք, այսօր 3 հարիսա, 3 աստվածածնա ուր որ այդ բազիլիկը կա, ուր որ իր արցանը կա, կացեք մարշարվել, գտեսնեք, երկու հատ փոբիկ գտեսնես մարդիկ միջև վեր կբարձանան, մարշարվելի մեջ գտեսնես մարդիկ փոբիկ կամ իրենց գլուխը գաբած կամ ձունգի կփորձեն այդ սուրբին քովի երթալ եւ իրենց խնդրանքներ ուզ ասոնք այո գրնալ իրենց ավանդություն է մենք արձոմ կբահենք եւ գերտանք Սուրբ Սարգիսեն կամ Սուրբ Ագոպեն բամ մգուզենք կամ խնդրակ մգուզենք չէ ուխտը ինչ նշանակություն ունի մեր կյանքի մեջ քրիստոնյա մարդուն կյանքի մեջ ուխտը ինչ նշանակություն ունի ինչպես ասենք ուխտը արդեն 5 դարային եկած է Աբրահամ ամեն բանի առաջ իր մեծ տարիքին եւ որ զավակ ունեցավ Իսահակը ասված իրեն սավ քո մեկ ադիկ զավակը ինձ զով այո եւ կատարեց ինչու որովհետեւ հավատք ուներ ինքը որ Աստված առաջինը որ դվավ երկրորդն ալ կուտա Աստծո կողանգարելի բան չէ այն ինչ որ մարդու համար անգարելի է Աստծո համար կարելի է հոտեն սկսենք Աբրահամը որ արդեն իր մեկադիկ զավակը ուզեց զոհ մատուցել անկամ եւս Աստծո ցայնը ելավ ասա որ գեցիր հոն արու ոչխար մկա ադի այդ զոհ մատուցել ամեն բան առաջ արդեն մադաղը հոտկե առաջ եկավ եւ արդեն շարունակվեցավ հասա մեր օրվա Գյանքի տարին եւ պիտի շարունակվի մինչեւ Քրիստոսի երկրորդ գալուստը այդ մադաղը արդեն մադաղին ընդմեջեն մարդ կնա ինքեր հավատքը ավելի զորացնե մեկ այդ մադաղին ընդմեջեն գրնա Աստծո ավելի մոդենալ ասելու համար թե այո եթե ես աս մադաղը պիտի գադարեմ ուրեմն պետք է միտքս նպատակ մտնեմ այդ միտքս նպատակ տնելու համար պետք է դիմացինին ճանչնամ ով է արարիչը Աստվածը իրեն պետք է ճանչնամ ամեն բան արի որովհետեւ
Իմ մտածածս իրեն ասեմ եւ ինք ինձ պատասխանե։ Այդ մեկը եթե դու պիտի չի ապրիս, եթե բարձրաց ցուցամոլություն պիտի անես որպես մադա, ընդհանրակը։ Ես նվեր բերի։ Ընդհանրակը։ Ճիշտ, այսեք Ադի իմաստ չունեցավ ավետարային խոսքին համացան արդեն գուկա որ գսե յուրաքանչյուր մեղք պիտի ներվի գսե, բայց ով որ սուտ ոգի թե մեղք գործե, այդ մեկը պիտի չի ներվի։ Այս մեկն ալ, եթե դու որպես ցուցամոլություն պիտի անես, վստահ թողլա այդ անձը որ պիտի չի ներվի այդ մեկը։ Պիտի չներվի, այո։ Այսինքն այսօր երբ որ մենք կխոսենք Սուբսարկիս եկեղեցու անվանագոչություն, ուխտի հետ կապված նաև գուքան մադաղի այսինքն այդ է որ հիմա հայրենագիցներ վստահ եմ որ նաև այս տարի եւս մեծ թիվով հայրենագիցներ մնդաղցու ոչխար նվիրեցին ամ գումարը գուտան որովհետեւ երթակ դուք այդ ոչխարները կգնեք երկուքն ալ եղավ վստահ եմ այդ ալ ուխտով գլա չէ ուխտով գնեն մարդիկ կամ հիշադակի համար այս դժվար պայմաններուն ընդմեջեն դagavին քաշալերոներ կան ասելու համար թե ոչ թե իրենք Եկեղեցին կկաչալերեն, այլ իրենք հավատքը կկաչալերեն, գզրգեն իրենց կողորտեն եւ գնվիրեն եկեղեցին, լումանին, կանցանակին, ադիկայի հիմնական նպատակը։ Հոն է որ արդեն կսկսի այդ կապը չէ, աստուծո դաջար երբ որ գնվիրես եւ ադիկա այսպես որոշ հոգեգան կողունակություն մնա գուդակեզի դարվան այս երբ որ գնվիրես չէ, մանավանդ եթե եկեղեցվո գնվիրես։ Ուր հասան պատրաստությունները, զենում, ոչխարներու զենում եւ այսօր վաղը արդեն դոնական է Սուբսարկիսի շրջանի մեջ։ Մենք անգեզորեն լրիվ շաբաթը որպես դոնական կանցնենք։ Այո, վստահ։ Դոնական կանցնենք, բայց նախքան վաղը եւ միս օրվա նույնին անցնիլը ճիշտ BDSM եկեղեցի մտնող հավատացյալը արդեն գապ մգստեղծե մարդ եւ ասված փոխ հարաբերության մեջ կմցնե իրեն։ Այո, սուրբ հոն միջոցը գլա։ Ճիշտ հոն է։ Այո, ես դարբեր այդներով մանավանդ որ հոգևոր լսարան տրած եմ ամեն շաբաթ առավոտյան ժամը 10-11 հոտեղը կանի արիտներով իմ խոսքից մեջ ասած եմ ով որ այս մայր դաճարին մայր տուրը չի ճանչնար երկինքի արքայության տոնալ չի ճանչնար տուն դեսածին ընդունիր հավատա դես ջանցիր մուտ գործը որովհետեւ հետո չի դեսածը որ հիմա չես տեսներ որ հետո որ տեսնես ադոր արժանանաս եւ կանք Քրիստոսի խոսքին որ գսե ես այժմ գերտամ հետո անգամ եւս պիտի վերադառնամ պիտի դանիմ այնտեղ որտեղ որ ցեզ համար դեր պատրաստացեմ յուրաքանչյուր հավատացյալ պետք է ամեն բան առաջ ինքերեն հարց տա մտածես արդյոք ես արժանի եմ այդ տեղին հոդկե սկսենք եթե ոչ գրնա ինքերեն անգամ եւս սրբակրե եւ նվիրվի ասված բոլորին ալգանտոնի այո բոլորին ուխտը գադարը իսկապես կալով այս շաբաթավերջի այս շաբաթ ինչ տեղի ունեցավ ասեն ասես ամփոփ կերպով եթե ներկայացնենք ոմաբահությունը հաղորդություն երկու շաբթիվն է արդեն առաջավորած բակ որպես կսվի դարբեր այդներով արդեն վստահ դուք լսած եք կսվի Սուբսարկիսի բակ շաբաթվա բակ միջալոց ինքը իրականության մեջ առաջավորած բակն է որ Սուրբ Կրկոլոսավորչի գողմեն նշված բամն է այդ մեկը բայց ժողովրդական տիդանգինով որ գսենք որ Սուբսարկիսի բակ ոչ կմեղատրենք որ վնաս չէ թող բակն է Սուբսարկիսի թողելա բակ այո շատ ճիշտ կայվորը նպատակն է միտքն է խորհուրդն է մենք արդեն երկու շաբթվն է սկսած ենք դոնագադարության պատրաստությունները եւ դարբեր այետներով նորսի Սուբսարկիս եկեղեցու տաղավարության հետ միասին նստած ժողովներ կոմարած եւ արդեն գահացնենք կոր գամած իր ավարտին այս տարի մենք արդեն պիտի նշենք Սուբսարկիս եկեղեցու անվանագործության 94-րդ ամյակը 94-րդ ամյակը ինչու 94 գսեմ 94 տարի առաջ հիմնված է այո ինչու գսեմ 94 որովհետեւ 1931-ին արդեն միտքը հղացավ որպեսի գառուցվի եկեղեցի 32-ի 1 տարի հետո գառուցվեցավ 32-ին որ գառուցվեցավ արդեն այս տարի գզուկատեպի 94-րդ ամյակը դա աստված որպեսի հայրամյակը նշենք այո Սուբսարկիսին հետ միասին շատ ճիշտ այս իմաստով ուրեմն նորսիս շրջանի երկու ակումբներու գոմիտեություններուն հետ համագործակցաբար Սուբսարկիս զորավարի ուժով եւ շունչով
պիտի կատարեն իրենց իրականացնելիք հետևյալ ծրագիրները։ Շատ լավ։ Շաբաթ պիտի զետեղվին գրբակներ, երևյան պիտի կատարվի ժամերկություն նվիրված Սուրբ Սարգիս զորավարի, դեղի պիտի ունենան փոքրերու հայդակիր, հայ շեփոր խումբը պիտի ջոխացնե, համասկային խումբը պիտի ներկայանա, որմե ետ մի քանի սիրված երկիչներ պիտի ներկայանան եւ ընդանուր մթնոլորտը պիտի հարստացնեն։ Ասկայնը շաբաթ օրվա մնացածը գծկենք ներկաները կան եւ իրենց համար Անագնգալներ պատրաստված են։ Ամեն ինչի մակվնե եթե ներկայացնենք նե Ճիշտ։ Եվ ասենք որ միան Սուրբ Սարգիսի շրջանին համար չէ այս նախաձեռնությունները, տարբեր շրջանները վստահ եմ որ հայրենագիտները եթե ունիք արիտ անպայման ներկայացեք սիրելիներ եւ հավատացեք փորձառությամբ կսեմ ամեն տարի ներկա գտնվենք քանի արիտներով վանացային լայվալ ներկայացուցած ենք այդ մթնոլորտ անցյալ տարի ես եւ Անտոնին առաջին լայվն էր մեր գիշես Անտոնի որ միասին ելանք Սուրբ Սարգիսի ուրեմն այդ մթնոլորտը ներկայացուցինք եւ գտնամ ասել որ իսկապես ընտանեկան գեղեցիկ, հաճելի, ոչ միայն այսպես գկաչալերեք մեր միությունները, մեր վադանիները, մեր երիտասարդները, նաև եկեղեցու շուրջ համախմբվելու։ Ադոր համար գսեմ որ այս դոները ինքնանպատակ չեն, այնպես չէ որ Սուրբ Սարգիսին դոնն է եւ վերջ կվերջանա։ Այս խորհուրդն է, այսինքն Սուրբ Սարգիսը համախմբողն է մեր շրջանի մեջ, յետքը շրջանի ինքնության պահպանման կարևոր է, այդ թաղերու մեջ մեր ներկայությունը կարևոր է, հայկական տրոշակները, մեր սուրբերու մասին խոսիլը, նաև շրջանի դեղացիներուն փոխանցել որ մեր դոնն է, Սուրբ Սարգիսն է։ Այսինքն արի թե ամեն տեսակ սիրելիներ նախաձեռնություններու եւ կգարձեմ որ լավ գլա որ բոլոր դա ներկա գտնվիք եւ վայելեք։ Գնա գիրագի այս համախմբումը շաբաթ գիրագի որ ինչպես որ ասի հայությունը որ միադեղ գավակվին այդտեղ արդեն սկիզբ կառնե որպես սիրո խորհրդանիշը իր այդ սիրով արդայություններ կունենան։ Ինքը ադոր խորհրդանիշն է, ինքը սիրո նպատակով է, այո։ Իսկ գիրագի առավոտյան ժամը 9-ին Արաքած շրջանի դրո ագոմպի արչևեն արդեն նորսի Սուրբ Սարգիս Սեգեցու տաղական խորհրդի դիկնած միության Տբրաստասի Հոմեդմենի Բուրջհամուդի շեփորախումբի եւ շրջանի հավատացյալ ժողովրդի ներկայությամբ պիտի դիմավորենք Լիբանանի հայոց Պարեչյան առաջնորդ Կերաշինոր Դերշայ arczepiskopos Պանոսյանը դերասենք որ այսալ ավանդություն է մեր առաջնորդ Սրբազան հայրը որ անվանագոչություն գլա որ եկեղեցու անվանագոչություն է եւ ասենք որ ոչ թե որ այսպես մի անգերտահոն բադարակը ներու մենք գտիմավորենք Սրբազան հայրը այսինքն եթե Սուրբ Կարասնից մանգանց եկեղեցին է ջամփան իր ոտքին նույնիսկ ոչխար մադաղ գնեն չէ որ որ գահստի ինքը ոչխար այդ սովորությունն ալգար ժամանակի երբ որ հասնես ոչխարոն գմորթեին այսինքն բավարար դարբեր շրջաններ նույնը գնեն ասոնք սերներ մանր մուներ այսպես մարամասություններ են գնալ ացեցի համար մարամասություն բայց մեզի համար լիբանանայության համար ասոնք կարևոր մարամասություններ են եւ ավանդություններ են նույնիսկ ես ամեն տարի գիտեք ինչ կհիշեմ եւ գուզեմ հիշել դուպերը մադաղի այսինքն մարդիկ կգարձեն ինչպես գդանիկ մենք մադաղը դուն յուրաքանչյուր եկեղեցի իր դուպը ունի այո յուրաքանչյուր այդ դուպի վրա գրվի այո դպակրված դոն եւ տվական գտրվի գապարիչով որբեսի ավադացյալները դանին այդ մադաղը դուն դանին եւ իրենց դունը օրտնվի Սրբազան հայրը գտիմավորեք այո եւ անցնելով Միսակ Ազերյան ագոմպի արչևեն ուղղվելով դեպի Սուրբ Սարգիս եկեղեցին արդեն շատ բարձ է որ օրվա բադարակը քարոզը մադաղորդնեկը տացիալ այո պիտի կատարե Լիբանանի սիստեմի Պարեչյան առաջնորդ Շայա arczepiskopos Պանոսյանը մեր պապակը եւ խնդրանքն է որբեսի ամբողջ հայ հավատացյալ ժողովուրդը ներկա գտնվին եւ լսեն առաջնորդ Սրբազանի պատգամը եւ վերանորոգվին Սուրբ Սարգիսի շնորհքով, ուժով, հավատքով, սիրով, նվիրով, բայկարով ամեն ինչով ընդանուր վերցված Շատ լավ, իսկապես Սարգիսի դոնը շնորհավոր պիտի ասենք եւ պիտի խնդրենք մեր հայրենակիցներն ներկա գտնվիկ գիրագի մեծ թիվով եւ առաջնորդ Սրբազանոր պատգամին ընդմեջն եւ Սուրբ Սարգիսի ուխտով վերանորոգվենք եւ շարունակենք մեր կյանքը մեր այս տաղտկալի
եւ դժվար առօրյայի մեջ մենք պետք ունենք մեր հավատքի, մենք ունենք աղոթքի, պետք ունենք մեր սուրբերուն բարեխոսության եւ անշուշտ վստահ եմ որ նաեւ մադաղի հետ կապված մեկ բան ավելցնենք որ մադաղեն բաժին մնան նաեւ այսպես գարիկավոր ընտանիքներուն կբաժնվի չէ դերար որովհետեւ հայրենագիցները գուքան մասմարին պիտի մնա իրենց համար հատուկ մենք կապահովենք որովհետեւ շրջանի հայրենագիցներուն չէ այո եկող օրերուն մենք արդեն այդ մադաղը դրամատրենք բոլոր գարիկավորներուն անոնք որոնք որ անգողային են եւ չեն գնալ եկեղեցիկա մենք կովերնին գերտան այո Ինչպես որ որոշ հիվանդներ չեն գնալ եկեղեցիկալ, եկեղեցին կով գերտա։ Եթե ոչ, հոգևորականը ինքն է որ այդ հիվանդին կով գերտա, եւ մադաղը ուդա, եւ ինչու՞ չնայ եթե պետք է լա հաղորդություն ալ կուտա։ Մադաղի պատրաստությունը եթե գուզեք տեսնել, եթե գուզեք լավ ժամանակ անցնել, երկիչներուն երկերը վայելել, քիչ մկնումներ, ուտելիք կնել, մեր մամայրիկներուն, մեր քույրերուն ցերկերով պատրաստված համեղ ուտելիքներ եթե պիտի ուտեք, մեր բադանիները վստահ եմ խորոված ալ պիտի ընեն, պոպկորն ալ պիտի ծախեն, երիտասարդներ, ամեն ինչ կա, այնպես որ սկաուտները, լեմը, նաև բադանեգան միությունները շրջանի սերներ լոխը վստահաբար լոխի մասնաճյուղը իր Գիտեն արդեն որ արդեն ամեն տարի ներկա գլան, ես պարզապես ուզեմ քաչալերել եւ գիտնան որբեսի երթան եւ քաչալերեն մեր հայրենակիցները։ Ասի շաբաթ։ Հրագյալ բադա։ Մադաղի պատրաստությունն ալ գրնակ տեսնել շաբաթ օրը, չէ՞, արդեն ինձ համար ավելի հետաքրական է սուբսակի սեգեցվո դիկնած միության նվիրումը մասնավորապես ընդանուր իրենք արդեն նվիրված են եկեղեցին եւ մադաղի պատրաստության համար իրենց Եվ մասնակցությունը կբերեն եւ ինչու՞ չէ նաեւ գամավոր նվիրյալներ կան որ գուկան ցեր կերգարեն որբեսի ամբողջությամբ կարենան պատրաստել մադաղի օրտնությունը բոլորին ավարց կկատարեն ցերկերը թալար մնան բոլորին եւ ասված բոլորին օրտնելով օրտնե Ճիշտ օրտնե սուբսարկիսնալ օրտնե բոլորիս դոնը շնորհավոր սարկիս գրողներուն անվանագոչությունը սիրելներ շնորհավոր անգամ եւս դերար բարի եկածեք շնորհավոր նաեւ սուբսարկիս եկեղեցվո անվանագոչության դոնը վստահ եմ որ պիտի շարունակեք գործել եւ դա աստված որ իսկապես հայրամյակն ոս այո լակ եւ միասին նշենք դա աստված շնորհակալ ենք ձեզ մե այս Ձրակերը որ կազմակերպեցիք եւ հյուրընկալեցիք մեզ։ Մեր բարդականությունները։ Ողջ մնաք։ Դերներսես Աշարաբադի Դերներսես Քահանա Վասիլյաններ մեր զրուցակիցը սիրելիներ շնորհակալություն ցանի հաղորդավար Անտոնին Վարդանը եւ Ուրին։ Գսեն ցդեսություն։ Դեսություն, բարի շաբաթ ավերջ։